Աննով և ոչքո և ոչքույն սրբո, ամեն։ Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանալ, ոչ թե ինչպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ։ Ելիներ, ահա, Պողոս առաքյալի կոչը ուղղված եփեսացիներին, իր եփեսացիների նամակից, որ այսօր որպես կոչ, որպես կանչ դրված է օրվա ավետարանական ճաշակի մեջ և հենց այդ կոչով և կանչով եմ ուզում եմ ես այս խորանից կիսվել ձեզ հետ, մեկ անգամ ևս բարձրաձայնել և հնչեցնել Պողոս առաքյալի խոսքը։ Մի ապրեք անմտորեն անմիտների պես, այլ ապրեք իմաստունների պես։ Եվ շատ հետաքրքրական է և այս կոչի նախորդ հատվածը, թե ինչու եկավ և հանգեց այս եզրակացության Պողոս առաքյալը։ Եվ շատ հետաքրքրական է սայից հետո հաջորդող ամբողջ հատվածը։ Նախորդ հատվածում Պողոս առաքյալը հիշեցնում է եփեսացիներին, ովքեր ընդունել էին Քրիստոսին, հիշեցնում է իրենց ով լինելը, լույսի որդիներ լինելը։ Եվ հետևաբար լույսի որդիները չեն կարող անմիտ լինել, այլ պիտի ապրեն որպես իմաստուններ։ Եվ ինչու պիտի ապրեն որպես իմաստուններ, որովհետև շարունակության մեջ ասում է. ժամանակ օգտագործեցեք, քանզի օրերը չար են։ Դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Սիրելիներ, ես բազմիցս եմ ասել, և պիտի նորից շարունակեմ ասել, որ Սուրբ Գիրքը շարունակում է մնալ մարդկության, պատմության մեջ այն միակ գիրքը, որ ասելիք ունի մեր կյանքի յուրաքանչյուր հատվածի համար, մեր կյանքի յուրաքանչյուր րոպեի վայրկյանի համար Սուրբ Գիրքը խոսում է մեզ հետ։ Եվ այսօր նույն այս Պողոս առաքյալի խոսքերը շատ արդիական են։ Նույն այս Պողոս առաքյալի կոչը մեզանից յուրաքանչյուրին է ուղղված, որովհետև ինչպես մենք բոլորս ենք տեսնում, ժամանակներում ոչինչ չի փոխվել։ Ժամանակները շարունակում են մնալ չար, հետևաբար մենք որպես լույսի որդիներ կոչված ենք ապրելու իմաստուն կերպով, ապրելու ոչ թե անմտորեն վատնելով և մսխելով մեզ վստահված ժամանակը, այլ ապրելու հարստացնելով, իմաստությամբ հարստացնելով այն ժամանակը, որ Տիրոջից տրված է մեզ։ Եվ հետևաբար յուրաքանչյուր մեկս, ով ականջալուր է Պողոս առաքյալի կոչին, կոչված է իմաստության։ Այստեղ շատ հետաքրքրական և բնական հարց է առաջանում։ Իսկ ով է իմաստունը։ Ինչ է իմաստությունը։ Եվ ի վերջո, ինչ է տալիս իմաստությունը մեզ։ Երբ որ փորձենք հասկանալ այս երեք հարցերի պատասխանը, ապա պիտի հասկանանք նաև մեր հետագա անելիքները։ Իմաստության մասին, իմաստունի մասին ավետարանի էջերում բազմաթիվ են Քրիստոսի խոսքերը։ Վերցնենք հենց միայն այն կույսերին, ում Քրիստոս հիշեց իր առակի մեջ, իմաստուն կույսերին, և նմանեցրեց իմաստուն կույսերին այն մարդկանց, ովքեր պատրաստ են։ Իրենց անձը ամեն օր պատրաստ է պահում Փեսայի գալստյանը։ Եվ նորից գալիս ենք իմաստության
մասին մտածելիս, օրելիս այս Քրիստոսի բերած առակում նորից գալիս հանգում ենք ժամանակին։ Որտեղ իմաստուն կույսերը խելացի կերպով օգտագործեցին իրեն ժամանակը և դրա համար Քրիստոսի կողմից կոչվեցին իմաստուններ։ Իսկ անմիտ կույսերը մսխեցին իրեն ժամանակը, ծախսեցին իրենց հանգստի վրա։ Եվ երբ եկավ պահը, իրենք նմանվեցին հիմար կույսերի։ Եվ երկրորդ պարագան, որ շատ կարևոր է, երբ Քրիստոս խոսում է իմաստության մասին, այն պարագան է, որտեղ Քրիստոս խոսելով ճշմարիտ աշակերտների մասին, ասում է, ով որ լսում եմ այս խոսքերը և դատանում դրանք, նմանվում է իմաստուն մարդի, ով իր տունը շինեց ժայռի վրա։ Հետևաբար սիրելիներ, իմաստությունը կամ իմաստուն մարդը կամ իմաստունը ըստ ավետարանի նկատի առնում երկու կարևոր բան։ Այն, թե ինչի վրա է հիմնված իր իմաստությունը և ինչպես է ծախսում այդ իմաստությունը։ Սուրբ Գիրքն ասում է, իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Եվ իմաստությունը գալիս է Տիրոջից։ Եվ այս աշխարհի շակերտավոր իմաստությունից տարբերվում է այն հանգամանքով, որ այս աշխարհի տված իմաստությունը ուղղակի գիտելիք է, բայց Տիրոջից տրված իմաստությունը դա հենց իմաստությունն է, որովհետև ինչպես ավետարանում կարդացինք, այդ իմաստությունը նմանվում է, այդ իմաստուն մարդը նմանվում է ժայռի վրա իր տունը կառուցածման։ Այն հիմքն է ժայռը, Քրիստոս, որի վրա մենք պիտի կառուցենք մեր իմաստությունը։ Կողոսացիներին ուղղված իր նամակի մեջ Պողոս առաքյալը հենց դա է նկատի ունենում, որ ասում է. Քրիստոս է Աստծո իմաստությունը և գիտության գանձարանը։ Միայն Քրիստոսով է, որ մենք բոլորս, անկախ նրանից, այս աշխարհում ինչ բարձրագույն կրթություն ունենք կամ չունենք։ Քրիստոսով է, որ մենք իմաստնանում ենք։ Եվ իզուր չէ, որ Քրիստոս ասում է, այս աշխարհի իմաստությունները առավել չէ Տիրոջ երկնային արքայության հիմարներից։ Եվ Քրիստոսի այն աղոթքը, որ ասում է շնորհակալ եմ քեզանից Հայր, որ այս աշխարհի իմաստությունը չտվեցի քո իմաստուններին։ Այսինքն Տիրոջ իմաստությունը բացահայտվեց միայն ընտրյալներին, Տիրոջը ճանաչողներին։ Այդ կերպ ասած, եթե ականջալուր լինենք Պողոս առաքյալի խոսքին, չնմանվենք անմիտներին, ապա ուրեմն պիտի ճանաչենք առաջին հերթին Քրիստոսին։ Որովհետև ինչպես ասեցի Կողոսացիներին ուղղված նամակի մեջ, Պողոս առաքյալը շեշտում է. Քրիստոսն է հենց այդ իմաստության և գիտության գանձարանը։ Եթե պիտի ապրենք ինչպես Պողոս առաքյալն է ասում և կոչ անում, որտեղ ժամանակները չար են, իմաստունի պես, ուրեմն պիտի ճանաչենք գանձարանը։ Ուրեմն պիտի այդ իմաստության գանձարանը մեզ վերցնի։ Եվ ամեն մեկը իրեն պահանջվելիք որևէ բան ստանա։ Դա է պատճառը, որ յուրաքանչյուր մեկս, որպես քրիստոնյա,
կոչված է անձամբ ճանաչելու Քրիստոսին։ Անձամբ ճանաչելու Քրիստոսին որպես այդ իմաստության և գիտության գանձարան։ Եվ երբ անձամբ ճանաչում է Քրիստոսին, իմաստության նախանշանները դառնում են նա, որ նա ամեն բան անում է մնալու Քրիստոսի հետ։ Նա պատրաստ է ամեն տեսակ զոհության միայն թե չկորցնի կապը Քրիստոսի հետ։ Նա պատրաստ է անգամ իր անձը զոհելու անուն Քրիստոսի, որովհետև գիտակցում է, որ այնինչ ունի, այնինչ որ տրված է իրեն, անգամ գիտելիք կոչվածը, այս աշխարհի գիտելիքը, ոչինչ է Քրիստոսի սիրո դեմ, ոչինչ է Քրիստոսի ներկայության քաղցրության դեմ։ Հետևաբար ամեն ինչ կտակ միայն թե Քրիստոսի ներկայությունը պահի։ Եվ իմաստությունը կայանում է հենց սրանում, Քրիստոսի ներկայությունը վայելելու մեջ։ Որովհետև, ինչպես Պողոս առաքյալն է ասում, ժամանակները չար են։ Եվ եթե մենք տրվենք այդ ժամանակի հոսքին, մենք ինքներս պիտի կործանենք, ոչ թե մեր մարմին, այլ մեր հոգին։ Չար ժամանակների, չար բարգերին տրվելով, մենք կործանում ենք մեր հոգին։ Մենք կործնում ենք աստվածատուր և աստվածապարգև մեր հոգին։ Որովհետև չար ժամանակների, չար բարգերի զոհասեղանին ենք դնում այն, որ չտարբերվենք և արդարանում ենք մանկամտի պես, անմիտի պես։ Բոլորն այդպես արեցին, ես էլ արեցի։ Որովհետև չունեցաք հաջություն հայտարարելու, որ ոչ, ես իմաստուն եմ Քրիստոսով, ես Քրիստոսինն եմ, և իմ Քրիստոսը իր առաքյալի բերանով ինձ կոչ է անում, զգույշ լինել և չնմանվել անմիտներին, այլ ունենալ այնքան իմաստություն, որ հասկանա, թե ուր է տանում այս ժամանակի հոսանքը, կործանում, թե փրկություն։ Այստեղ է կայանում իմաստությունը, մարդու իմաստությունը, իմաստուն մարդու քաջությունը։ Որտև երբ մարդ իմաստուն է, հասկանում է և ժամանակը, և ժամանակի արժեքը, ժամանակը թե որտեղ պետք է խոսի և ինչ պետք է խոսի, և ժամանակի արժեքը թե ինչ պիտի անի այդ ժամանակում։ Մենք բոլորս կոչված ենք, որպես ավետարանական առաքի մեջի տնտես, տնօրինելու մեզ հանձնված Աստծուց մեզ տրված ժամանակը։ Եվ եթե Քրիստոսով ունենք այդ իմաստությունը, հավատացեք, որ այդ ժամանակը որպես պարգև ենք օգտագործել։ Այն ոչ շատ երկար է տևելու, ոչ շատ կարճ է տևելու։ Տևելու այնքան, որքան որ մեզ հաճելի է ծառայել Աստծուն, այդ ժամանակի մեջ վայելելու ներկայություն Քրիստոսի։ Եվ հետևաբար, ինչպես նշեցի, իմաստուն ենք այն մարդը, ով ճանաչել է Քրիստոսին, ով անձնական հարաբերություն ունի Քրիստոսի հետ, իր անձնական կյանքից զգացել է Քրիստոսի ներկայությունը։ Եվ իմաստություն է այդ ներկայությունը, որ ունես դու քո կյանքում, Քրիստոսի ներկայությունը։ Եվ այդ ներկայությունը քեզ տալիս է քաջություն, վստահություն, չար ժամանակների մեջ քո տեղը, քո դիրքը գրավելու։ Ահա գալով խոսքի սկզբին այս 3 հարցերին, կարծում եմ բոլորս հասկանում ենք օրվա խորհուրդը,
որ Պողոս առաքյալի Եփեսացին ուղղված նամակի միջոցով տրված է մեզ։ Չար ժամանակների մեջ էլ ավելի ուշադիր պիտի լինենք։ Էլ ավելի զգոն պիտի լինենք ըստ արժանվույն օգտագործելու Աստծուց մեզ տրված իմաստությունը։ Թող Տիրոջ սերը, շնորհն ու խաղաղությունը մեզ բոլորիս հետ լինի եւ աղոթների մեջ հիշենք մեկս մյուսին։ Հիշենք շնորհալու աղոթով իմաստություն օրիսուց, ուրից իմաստություն։ Բարին խորել, խոսել եւ գործել ու արջել ամեն ժամ։ Թող որ իմաստություն Հիսուսը բոլորիս հետ լինի այս խառը եւ չար ժամանակներում։ Շնորհ եւ խաղաղություն Գյառներ եւ Փրկիչ Հիսուսի Քրիստոսի եղեցին ձեզ, ընդամենեսյանս, ամեն։